Բարև ձեզ, սիրելի վայոց ձորցիներ, սիրելի երեգնաձորցիներ ջան։ Ես մի բան գիտեմ, որ մեր Հայաստանը աշխարհի բոլոր հայերի ամենաֆանտաստիկ, ամենաապահով, ամենալավ տունն է։ Բայց ոնց մեր տունը, մեր հայրենիքը չլինի ուժեղ, ոնց չլինի ուժեղ, ոնց լինի թույլ նվաստացած, որը ամբողջությամբ վերջին 8 տարիների հավաքական արդյունք է։ Բայց այսօր մենք ձեզ ասում ենք, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ փոփոխությունները գալիս են, Հայաստանը լինելու է ուժեղ, ուժեղ։ Ժողովուրդ ջան, առաջարկում եմ մի հատ բռունցքներս բարձր։ Փոփոխություն։ Ժողովուրդ ջան, ուժեղ Հայաստանը առաջարկում է, որ Հայաստանի Հանրապետությունում երկու անսակարկելի արժեք ունի։ Մեկը դա մարդասիրությունն է, երկրորդը իրավունքի գերակայությունն է։ Մենք այս խայտարակ քաղաքական հետապնդումների էջը պետք է փակենք։ Հայաստանում մարդկանց կանոնավորելու մշակույթը, որ ամեն գնով կանանքի մասին է, թողելու ենք անցյալին։ Թող մնա դա ՔՊ-ի իշխանության ամենատպավորիչ կետերից մեկը։ Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայություն։ Այո։ Սիրելի հայրենակիցներ, մենք նաև մեր ծրագրում առաջարկում ենք, որ մարդասիրության արժեքը լինի հստակ, մենք պետք է ունենանք մեծ համաներում։ Մենք պետք է մեր հասարակության ներսում ատելությունը վերացնենք։ Մենք պետք է ունենանք միասնականություն ու համերաշխություն։ Մենք ոնց ենք կարողանում իրար հետ տարբեր հարցերի շուրջ բանավիճել, բայց երբեք ատելություն իրար նկատմամբ չենք ունենում։ Այդ ատելությունը բերել է այս իշխանությունը։ Իդեպ, այն որ այս իշխանությունը բերել է այդքան արհավիր, ընդհանուր մինչև հայրենասերություն, բայց այն, որ իրանք բերել էր հայի մեջ ատելություն, որ հարևանը հարևանի հետ չկարողանա շփվել, մենակ դրա համար արդեն իրենք պետք է հեռանան։ Պետք է հեռանան և պետք է գա ուժեղ Հայաստանը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի վայոց ձորցիներ, այն, որ մենք պետք է ունենանք մեր հասարակության մեջ բարեկեցություն, սա էլ մյուս անսակարկելի արժեք սկզբունք է։ Դրա համար պետք է ստեղծվեն 300,000 աշխատատեղեր։ Իդեպ, մի բան է, երբ մի խոստում տալիս է օրվա իշխանությունը, մի բան է, երբ այդ խոստումը տրվում է Սամվել Կարապետյանի թիմի կողմից և երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից։ Կարծում եմ տարբերությունը ակնհայտ է, չէ՞ ժողովուրդ։ Մեկ բանի շուրջ էլ պայմանավորվում, ժողովուրդ։ Այն, որ ամեն ինչ օրվա իշխանությունները 8 տարվա ընթացքում ցույց են տվել, որ պատրաստ են անել, դա մենք գիտենք։ Այն, որ վախի մթնոլորտ պետք է փորձ են տարածել, դա մենք գիտենք, բայց դա իրենց չի օգնում, որովհետև իրենք գնալու են, արդեն ժամանակն է մի բան էլ ավել անցած է։ Դրա համար ժողովուրդ ջան, մեր քրեաթերթիկում համարել 3, որն էլ խորհրդանշվելու է փոփոխությունները։ Դրա համար ինչ ենք խոսում։ Փոփոխության համար, փոփոխության համար, Այդ ցավը տանեմ Աստծո։